Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Սաղաթելյան, դուք հայտարարություն տարածեցիք, որ հրավիրում եք ընդդիմությանը միասնական հանրահավաքի։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք դա հնարավոր համարում եք եւ արդյոք չեն լինի ընդդիմություն խաղացողներ, ովքեր կարող են որոշ խոչընդոտներ հանդիսանալ։ Գիտեք, ես ոչ թե ընդդիմությանը հրավիրել եմ հանրահավաքի, այլ մեկ այլ բան եմ ասել եմ հետեւյալը, որ Հայաստանում գոյություն ունի ավտորիտար ռեժիմ, ով իր իշխանությունը պահելու եւ վերարտադրությունը ապահովելու համար ամեն օր ապացուցում է, որ պատրաստ է ցանկացած քայլի, ցանկացած ապօրինության։ Երեկվա ձերբակալությունը, դրանից առաջ տեղ ունեցած ձերբակալությունները, սպասվող ձերբակալությունները վկայում է այդ մասին։ Մեր առաջարկը հետեւյալն է, որ իմիջիալոց նոր առաջարկ չի, մենք մի քանի ամիս առաջ ենք այդ առաջարկը հնչեցրել, քաղաքական դաշտի դերակատար ուժերի հետ քննարկել ենք այդ առաջարկի իմաստը հետեւյալն է, որ կա ավտորիտար ռեժիմ, ով իր վարչական ռեսուրսով, հանցավոր դատական, քննչական ու դատախազական մարմիններով փորձում է քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակել ձերբակալություններով, ճնշումներով, ապօրինություններով եւ դրա դեմ առնելու մեր պատկերացրած լուծումը հետեւյալն է, որ ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը, չնայած նրան, որ մենք մրցակիցներ ենք առաջիկա ընտրություններին, բայց կան կարևոր կենսական նշանակության առաջնային հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցենք։ Եվ այդ թվում մենք մտածում ենք, որ կարելի է համատեղ ընդդիմության միասնական հանրահավաք անել, հնչեցնել այդ հակազդեցություն դրսևորելու մեխանիզմները, ձևերը եւ այդ հարցի շուրջ ընտրությունների օրինականության հսկողություն, ազատություն քաղ բանտարկյալներին ու այս թեմաների շուրջ անհրաժեշտ է լիարժեք համապարփակ համագործակցություն։ Այս առաջարկը նոր չի, որ հնչեցնում ենք, հնչեցրել ենք մի քանի ամիս առաջ, այս առաջարկով խոսել ենք դաշտի քաղաքական ուժերի հետ, ընդհանուր առմամբ կա փոխըմբռնում, որ դա անհրաժեշտություն է, բայց արդից օգտվելով, քանի որ երեք նաև հաճախ հարցնում են, բա լավ, որն անդիմության լուծում է իրավիճակում, մենք մեր լուծման առաջարկությունը հնչեցրել ենք, սրա մասն է խոսքը։ Բա ինչ են ասում, որ այդքան զրուցել եք։ Ինչ ազդակներ եք։ Նայեք, մենք դեկտեմբեր ամսից խոսել ենք քաղաքական ուժերի հետ։ Ընդհանուր փոխըմբռնում կա, բայց նաև կա մի երևույթ, որը մեր համար անընդունելի է։ Կա երևույթ քաղաքական դաշտում, ըստ Նիկոլի լարած թակարդը, որ փորձում են շատերը մտնել դրա մեջ եւ հավելյալ չհամագործակցելու մասին պարբերաբար հայտարարություններ անել, դա նաև վնասում է այս օրակարգի շուրջ լիարժեք եւ ամբողջական համագործակցության։ Բայց սա չի նշանակում, որ դա այլևս հնարավոր չի, դա չի նշանակում, որ այս հարցը օրակարգում չի։ Մենք շարունակելու ենք խոսել այս թեմայով մեր գործընկերների հետ եւ իրավիճակն է նաև թելադրում։ Իրավիճակը բերելու է դրան, որ ինչ-որ մի պահի բոլորը հասկանալու են, որ դա անհրաժեշտություն է, որովհետեւ նորից եմ կրկնում, կա իշխանական ավտորիտար ռեժիմ, դրա դիմաց կան ընդդիմադիր տարբեր միավորներ։ Մեկ ուժ այս ռեպրեսիվ մեքենայի ապօրինությունների, հանցագործությունների դիմացը չի կարող առնել։ Այստեղ պետք է համակարգային պայքար ընդհանուր ուժերով խոսել դրա մասին։ Շուրջ կոնկրետ ինչ-որ մի կարևոր դետալ կա, որի շուրջ համաձայնություն չի ստացվում գալ, այսինքն խոսքը ոչ թե դուք ասում եք ընդհանուր առմամբ։ Տեսեք, ես դետալների մեջ չմտնեմ, ես ասեցի երևույթը, որն է, ես ընդունում եմ, որ բնականաբար մենք մրցակիցներ ենք, շատ բնական է, որ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ ասում է, որ իր վարչապետի տեխնացուն ամենալավն է, իր ծրագիրը ամենամրցունակն է, սա շատ բնական երևույթ է, հակառակ աննորմալ կլիներ, եթե ասեին, աննորմալ կլինի, եթե որևէ քաղաքական ուժ ասի, ես ընտրություններին մասնակցում եմ, որպեսզի քվեարկեմ մեկ այլ ուժի, այս շատ նորմալ, հասկանալի մրցակցային առնվազն ընդդիմության մակարդակով ընտրապայքար է, բայց կան հարցեր, նորից եմ ասում, որ անհրաժեշտ է համագործակցել։ Ես շատ դետալների մեջ այս փուլում չեմ մտնի, որովհետև չեմ համարում այդ օրակարգը այլևս ավարտված։ Պարզապես հարմար նկատեցինք այն ինչ որ մեր գործընկերների հետ խոսել ենք այս ժամանակահատվածում, այլ հրապարակային հնչեցնել։ Պարոն Սաղաթելյան, իսկ կա որևէ ընդդիմադիր ուժ, որը հստակ համաձայնություն է տվել արդյոք։ Այո,
Որն է։ Դե կարիք չկա, այսինքն անհատ առանձին ուժերի այս պահին նշելու, որովհետև խոսքը ստեղ 1 կամ 2 ուժի համագործակցության մասին չի, խոսքը առաջին հերթին ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի մասին է եւ նաեւ ուրախ կլինենք, որ այն ուժերը, ովքեր չեն մասնակցում, իրենք եւս այս նախաձեռնությանը միանան, ընդ որում ձեզ ասեմ, սա որևէ մեկը թող չդիտարկի ինչ որ մի առանձին ուժի նախաձեռնություն, չգիտեմ, դրանք բոլորը երկրորդական խնդիր են։ Մենք կարող ենք այդ ընդդիմության միասնական հանրահավաքին հարտակել դուրս չգալ։ Այսինքն մենք բացարձակ խնդիր չունենք, բայց մենք պատրաստ ենք ամբողջ կազմակերպական ու մնացած հարցերը վերցնել մեր վրա, որովհետև գտնում ենք սա անհրաժեշտություն է։ Սա մեր համար իմիջիալոց ինչ որ դիրքավորման ընդդիմադիր դաշտում, չգիտեմ ինչի խնդիր չի, էլի մենք այդ հարցերը շատ վաղուց ենք հաղթահարել։ Մեր խնդիրը միասնական ուժերով, տեսեք, այսպես ձևակերպեմ, այս իշխանությունը պետք է հասկանա, որ շարունակ ձերբակալություններով չի կարող իր նպատակին հասնել, սա բերելու է փողոցային լուրջ հակազդեցություն։ Եթե ինքը սա չտեսնի, ինքը շարունակելու է սա անել։ Սրա դիմացը առնելու միակ ճանապարհը պատշաճ պատասխանն է, հակազդեցությունն է։ Հակառակ պարագայում այս մարդը ասես գնալով որոշելու է, որ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը օրենքից դուրս է։ Ամեն օր մի հատ կեղ զապիս հրապարակելու է, մի շտաբի պետ ձերբակալի, մի ակտիվիստ ձերբակալի։ Լավ, այսինքն սենց ընտրությունների են մասնակցում։ Իսկ սրա համար ինքը կարծես թե կանաչ լույս ունի։